Հիվանդանոցում ինքս չեմ եղել, թույլատրված չէր, բայց ինչքանով որ հասկացա, երեկվա հետ համեմատած այսօր կա մի քիչ դրական դինամիկա ու դա այսպես հիմք են վերցրել ու բերել են դատարան։ Ձեր կարծիքով պարտադիր կալանքը կտան, ասում են այնպեսի դատավոր է, որ ուզի կալանքը պիտի տա։ Ես էլ եմ լսել, նոր պատգամավորների հետ, գործընկերների հետ խոսում էինք, հենց հետ էի հարցնում։ Պարզապես նաև Դավիթ Ղազինյանին կալանք տվող դատավորն ա եղել, այնպես որ չեմ կարծում, այսպես շատ ակնկալիքներ չկան, արդարադատության։ Իհարկե միշտ գալիս ես դատարան, ակնկալիք է նա, որ իրականացնի արդարադատություն, ճնշումներին չի տրվի, բայց մեծ հաշվով ես արդեն 8 տարվա ընթացքում տեսնում ենք ընդհանուր պատկերը ու առանձնապես այսպես դրական ակնկալիք ես ինքս չունեմ։ Իսկ առողջական վիճակով պայմանավորված նիստի հետաձգում կամ գուցե կալանքի որոշումից խուսափում տնային կալանք։ Չգիտեմ, մի փոքր որ ինչ որ բան կա մտածում եմ, որ միգուցե այդ առողջական վիճակը հաշվի առնելով ինչ որ ուրիշ բան լինի, բայց չգիտեմ, սրանց տեսնում ենք էլ։ Գիտեք, որ հենց այդ օրը առավոտյան գալու են ձեր տուն, որովհետև շատ քննարկվեց ու նաև շարարկվեց քպականների կողմից, որ դուք գիտեք, դրա համար Լևոն Քոչարյանը եկավ այդպիսի սուր ձևակերպման հարց տվեց, ասեց պիղծ դավաճան, որ հետո ոնց որ դրանով պայմանավորվել են գալը։ Մյուս կողմից էլ այսօր Տարոն Չախոյանն ասում է, հələ պետք է պարզենք, թե ով է ձեզ տեղեկություն տվել, որ դուք գրել եք բարի գալուց տաղացը։ Որ ձեռները կտրեն, չէ՞։ Ես ուզում եմ հաղորդում տալ հանցագործության մասին, այս առումով իսկապես ես գիտեի, որ գալու են ու դա իմացել եմ Նիկոլ Փաշինյանից, ինքը դրա մասին խոսել է թե նախընտրական շրջանում, թե հատկապես վերջում Աժե Ամբիոնից, կոնկրետ Աժե Ամբիոնից խոսել է դրա մասին, այնպես որ առաջարկում եմ իրավապահ մարմիններին զբաղվել քաղաքացի Նիկոլ Վովայի Փաշինյանով, որ նախորոք տեղեկություն է հայտնում գործով մանրամասների հետ կապված։ Բայց հենց գիտեք, որ հենց այդ օրն էր գալու։ Չէ, եթե ավելի լուրջ իհարկե չգիտեի, որ մյուս օրն են գալու, ճիշտ է, երեկոյան մամուլը գրեց դրա մասին, բայց ընդհանուր մենք հասկանում ենք, որ այս ամբողջ իր խոսույթը կոնկրետ սպառնալիքները միջալուց ոչ միայն իրա, նաև մյուս ԿՊԱ-ականների պատգամավորների հասկանում ենք, որ ինչ որ գործընթաց կա նույն հորս հետ կապված, երբ որ ապօրինի չթողեցին մի քանի օրով բացակայել երկրից, այսինքն հասկանում ենք, որ ինչ որ բանը էփվում է, բայց այն ինչ իրանք նկատի ունեն, որ ներսից ինչ որ ինֆորմացիա կար, չէ, դա այդպես չէ։ Ասում են, որ այս ինֆորմացիան այսքան նաև իրավապահ համակարգից, որ սա ոնց որ մոտ 1 ամիս եփած գործ էր, ուղղակի հարմար պահ են սպասում, որ նաև Փաշինյանը այդ հրահանգը տա եւ մտնեն, նախ սրա մասով ինչ կասեք, ու մեկ էլ ձեր տան խոզարկությունն էլ ապօրինի են որակում ձեր պաշտպանները ասել են, որ կբողոքարկեն, հնարավոր է, որ ձեր մասով էլ դատախազը արդեն մտնի խորհրդարան կա, այդպեսի նախադրյալ ձեր մաս կամ մտավախություն։ Տեսեք, իրավական մասով իհարկե չկա մտավախություն, բայց իրավական մասով նաև մտավախություն չկար այն ամեն ինչի հետ կապված, ինչի հիմա տեղի է ունենում, բայց հասկանում եք շատ լավ, որ այստեղ իրավական գործընթաց չի գնում, այսինքն եթե իրավականից դուրս են գալի մնացած մասով ենք նայում, այսպես քաղաքական, ապօրինի, իհարկե հնարավորություն կա, այսպես, որ ասեմ ինչ որ նման տեղեկություն ունեմ, չէ, չունեմ նման տեղեկություն իմ մասով։ Ես չունեմ որևէ կարգավիճակ կարող եմ ունենալ միայն անպատասխան անձեռնմխելիությունը հաղթահարելուց հետո։ Շատ անհեթեթ է դատարանի որոշումը, որ դուք տեսնեք, ուղղակի ծիծաղալու ինչ որ պատճառաբանությամբ այդ գործն է գրած, վերջում ինձ հետ ինչ որ փորձում են իմ տանը փորձում էին ման գալ ինչ որ հիմա մի քիչ վստահ չեմ ուղղակի չեմ ուզում տեղ տալ նախաքննական գաղտնիքի հետ կապված ինչ որ բաներ ասել էլի դրա համար իսկ հիմա ժամանակը գա խոսանք բոլորը այսպես գրպաններից մեջ էին մտնում կախված վիճակների տաբատների դրամ չէ դրամ բավարար է դոլարներ հա միլիոններ Ինչո՞ց միլիոն հա 15000 դրամ դե արդեն 15000 դրամը գտել են մնացածը